7-օրյա որոնումներից հետո սպանված հայտնաբերված 3-ամյա Տիգրանի քույրն ու եղբայրները Հովում նոր միջավայրին են փորձում հարմարվել։ Հայ օգնության ֆոնդի երեխաների պաշտպանության կենտրոն հիմնադրամի ղեկավար Միրա Անտոնյանը այսօր AM-ի հետ զրույցում ասել է, որ ավելի շատ մորն է պետք եղել պատրաստել երեխաներից բաժանմանը։ Մեր գործընկերները երկար զրուցել են, որ սա չի նշանակում քեզ զրկել երեխաներից, կարող ես գալ այցելել երեխաների հետ, մի քիչ մասնագետները թող աշխատեն, դու էլ գնա արի, երեխաները հուզական առումով սառած են, դա կարող է կապված լինել իրենց կյանքի բնույթի հետ, վերջին շրջանում անսպասելի բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվելու հետ, շատ գնացող եկողներ, թաղում, որ ասեմ շատ դժվար բաժանվեցին, այդպես չէր, մայրն էլ իր էմոցիաներն արտահայտելու դժվարություն ունի։ Միրա Անտոնյանն ասել է, այս պահին երեխաներին պետք է ապահով ու հանգիստ միջավայր, երբ հարմարվեն նոր միջավայրին, կսկսեն աշխատել ըստ կարիքի։ Եթե երեխան ականատես է եղել դեպքին, ապա այդ տրավմատիկ իրավիճակները պետք է հաշվի առնվեն, անպայման կարիքները հաշվի են առնվում, անձնային հատկանիշները, անցած փորձառությունը, իսկ մինչ այս փուլում խոսքը վերաբերում է հարմարվելուն, ապահով զգալուն, ամենօրյա կենցաղը կազմակերպելուն, հետաքրքրությունները բավարարելուն, ինչ-որ բաների մեջ ներգրավելուն, պետք է բերենք սովորական վիճակի, հետո նոր սկսենք աշխատել տրավմայի հետ, ասել է Միրա Անտոնյանը։ Հավելենք նաև, որ ինչպես նշել էր վերջինս, մայրը դժվար է բաժանվել իր երեխաներից, թեև չի կարողացել ցույց տալ իր էմոցիաները, այնուամենայնիվ մոր համար ավելի դժվար է եղել երեխաներից կտրվելը։ 3-ամյա Տիգրանի սպանության մեջ կասկածվող հայրը այս պահին գտնվում է քրեակատարողական հիմնարկում։ Վերջինիս մի քանի անգամ հարցաքննել են, թե ինչը կարող էր դրդել սեփական երեխայի սպանության մեջ, նա նշել է, որ չի հասկացել, թե ինչ է անում։ Նշենք նաև, որ համացանցի օգտատերերը նշում են, որ տարիներ առաջ այս ընտանիքը մասնակցել է Հրաչ Մուրադյանի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարին, որտեղ բարձրաձայնել է իր խնդիրը։ Այդ ժամանակվանից մինչ օրս իրենց խնդիրը չի լուծվել։ Նրանց օգնություն չի ցուցաբերվել, ինչի արդյունքում անառողջ վիճակը տիրել է ոչ միայն այս ընտանիքում, այլ նաև այս մարդկանց հոգեկան աշխարհը այն չի եղել։ Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն, դիակի մարմնի գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ եւ 9-րդ կետերով սպանությունը։ Նա ձերբակալվել է։ Այն հարցին արդյոք ձերբակալվածի երեխայի հայրն է, քննչական կոմիտեից հաստատել են։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտնել էր, որ ըստ նախնական տվյալների երեխայի հայրը խեղդամահանելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին ժամը 15-ի սահմաններում Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից որոնվող Տիգրան Հովհաննեսովի ծնված 2022 թվական դին։ Թերեզա Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Լռեք մարդիկ, ուղղակի լռեք, զգույշ և կամաց խոսեք, փոքրիկ Տիգրանի խեղճ ու աղքատ ընտանիքը ցավ ու կսկիծի մեջ է, իսկ դուք անհանգստանում եք նրա մոր անարցունք լացի համար»։ Տիգրանիս աչքերը բաց էր, թաթիկները հողոտ, ջստերն իրենից մի փոքր հեռու։ Այսօր են արել ու թողել այդտեղ։ Բազմանդամ ընտանիքի միակ կերակրողն այս փոքրամարմին կինն է, ում դեմքն անհաղորդ է աշխարհին և մարդկանց։ Ամենադաժանն ինձ համար մանուկների մահն է, և արդեն 5-6 ժամ է վերադարձել եմ Տիգրանենց տնից, չեմ կարողանում կարեկցանքի խոսք գրել, պապանձվել եմ, բառերը կծղել ու դեմ են առել կոկորդիս։ Կարծես գիպս եմ կերել ու խեղդվում եմ, ողորմած Աստված, անարդար աշխարհ։ Նշենք, որ ժամեր առաջ հայտնի դարձավ, որ հայտնաբերվել է փոքրիկ Տիգրանի մարմինը։ Ներքին գործերի նախարարությունը հաստատել է օրեր շարունակ որոնվող 3-ամյա Տիգրանի մարմինը գտնվել է, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություն։ Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 2-ին մի քանի օր շարունակ որոնողական աշխատանքների արդյունքում Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել է
Հոկտեմբերի 27-ից որպես անհայտ որոնվող Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանի մարմինը։ Դեպքի վայրից հայտնել էր Գագիկ Շամշյանը, որ փրկարարները, պարեկները, ոստիկանները երեխային հայտնաբերել են Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա դաշնամիջյան հատվածում։ Գագիկ Շամշյանը դեպքի վայրից կադրեր է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Տիգրանի մարմինը պատգարակով տեղափոխում։ Հավելենք նաև, որ այս ընթացքում եւ ինչպես նաև արդեն երեխայի մարմինը գտնվելուց հետո համացանցում շարունակում են տարատեսակ մեկնաբանություններ հնչեցնել այն մասին, թե ինչպես կարող էր նման դեպք տեղի ունենալ, այն, որ այս ամենը առեղծված է, նշում են եւ փաստում բոլորը։ Ավելի վաղ ներկայացրել էին Գեղարքունիքի մարզպետի խոսքը երեխայի անհետ կորելու մասին։ Արմրուր լրատվականի լրագրողը խոսելով Գեղարքունիքի մարզպետի հետ հարց է հնչեցրել՝ կա արդյոք որևէ վարկած, որտեղ կարող է լինել Տիգրանը։ Գեղարքունիքի մարզպետը նշել է, որ իրենք ամեն բան անում են երեխային գտնելու համար, հույս ունեն, որ կկարողանան գտնել երեխային ողջ եւ առողջ։ Լրագրողի այն հարցին, արդյոք ընտանիքը կամ մայրը որևէ կապ ունի երեխայի անհետացման հետ, քանի որ այս օրերին տարբեր խոսակցություններ են հնչում այդ ամենի վերաբերյալ, Գեղարքունիքի մարզպետն ասաց, որ ինքն իրեն չի կարող թույլ տալ նման բան ասել այդ ընտանիքի վերաբերյալ։ Հավելենք նաև, որ ավելի վաղ հարևանների հետ էր խոսել լրագրողը, ովքեր դեպքի վերաբերյալ տարբեր մտքեր էին արտահայտել։ Նրանցից շատերը պաշտպանել են Տիգրանի մորը, խոսել են այն մեկնաբանությունների մասին, որոնք հնչում են նրա հասցեին, նշելով, որ չի կարելի կնոջ մասին նման բաներ ասել, ոչ մի մայր չէր ցանկանա իր երեխայի հետ նման դեպք պատահել, ինքը պարզապես աշխատանքի է եղել, իսկ հարևաններից մեկն էլ հակադարձել է նշելով, որ այս տարիքի երեխան մոր կարիք ունի եւ պետք է մայրը նրա խնամքով զբաղվեր։ Այն հարցին, թե այդ դեպքում ինչպես գումար վաստակեր, հարևաններից մեկն ասել է՝ ուրեմն թող երեխա չունենար։ Այսօր հոկտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի Ծափաթաղ բնակավայրում առավոտյան ժամը 06:00-ից վերսկսել են նույն գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղը ժամանել ներքին գործերի նախարարի տեղակալ ՓԾՏ-տնօրեն գեներալ-մայոր Կամո Ցուցուրյանը, իսկ որոնողական աշխատանքներում ներգրավված են հարյուրավոր հրշեջ փրկարարներ Ճամբարակի, Վարդենիսի, Սևանի, Մարտունու ջոկատներից, Երևանի ժամանած հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի եւ փրկարարական ուժերի վարչության փրկարարներ Ճամբարակի, Մարտունու, Վարդենիսի, Սևանի քաղաքապետարաններից ժամանած մեծ թվով աշխատակիցներ քաղաքապետերի գլխավորությամբ, ՀՀՆԳ ոստիկանության Սևանի, Ճամբարակի, Վարդենիսի բաժինների համայնքային ոստիկաններ բաժնի պետերի գլխավորությամբ, ինչպես նաև ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, ՊԾ պետի տեղակալ Էդգար Սուսլյանի, գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ։ Ողջ գիշեր դեպքի վայրում որոնողական աշխատանքներ են իրականացնել նաև Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները մարզպետ Կարեն Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաև քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության, նույն վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները, վարչության պետ Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առանց ընդմիջման ողջ գիշեր եւ մինչ այս պահը աշխատում են նաև ոստիկանության եւ փրկարար ծառայության կինոլոգներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության զորամասի բազմաթիվ ծառայողներ։ Մինչ այս պահը երեխայի հայտնաբերման ուղղությամբ դրական տեղեկություն չունենք, որոնողական աշխատանքները շարունակվում են։ Փրկարարները բաժանված են մի քանի խմբերի, որոնք առանձին ղեկավարում են ՓԾՏ-տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանը, Արսեն Մկրտչյանը, փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանը եւ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Գևորգյանը։ Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 27-ին առեղծվածային դեպքեր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում ժամը 18:00-ի սահմաններում ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ահազանգ էր ստացվել, որ Ճամբարակ խոշորացված համայնքի Ծափաթաղ բնակավայրում 3 տարեկան երեխա է կորել։